կարտահանվեն այդ թվում Ադրբեջան, ինչպես Ադրբեջանից Հայաստան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում գործարարների հետ, ձեզ հայտնի է ինչ գործարարներ են, ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ հարցեր են քննարկվել, նաև մամուլում հրապարակվեց, որ Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել գնալ իր հայրենի գյուղ, արդյոք գնացել է, ձեզ հայտնի է դա, եւ եթե ոչ, հնարավոր է հայկական կողմը աջակցի նրան այդ հարցում, սա որպես առաջին հարց է, երկրորդ հարցը տեսեք, երբ ընդդիմադիրների վերաբերյալ գաղտնալսումների ձայնագրություններ են հրապարակվում, նրանք ասում են, որ բա ինչի իշխանության ներկայացուցիչներին չեն գաղտնալսում, արդյոք գաղտնալսում են օրենքի հետ կապված խնդիր չկա, թե այնուամենայնիվ չեն գաղտնալսում եւ այդ գաղտնալսումը իրականացվում է բացառապես ընդդիմադիրներին ճնշելու, ընդդիմադիրների շուրջ տեղի ունեցող զարգացումները բացահայտելու համար եւ որպես դրա շարունակություն 3 Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել մի շարք հեռուստաընկերությունների հայտարարեց, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինի։ Ես նոր ասացի, պետք է հասկանալ, որ կալուգացի օլիգարխը ինքը հասկանում է ինչ է խոսում, ես վստահ չեմ դրանում, գրեթե վստահ եմ, որ չի հասկանում ինչ է խոսում։ Հաջորդ հարցը գործարարների խմբի մասին, այո, գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Ինչ վերաբերում է պարոն Մուստաֆաևի ծննդավայր այցելելու հետ կապված, նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Ինչ վերաբերում է գաղտնալսումներին, ես չեմ կարող ասել գաղտնալսումների շրջանակը ինչպիսին է, բայց ակնհայտ դուք գիտեք, որ իշխանության ներկայացուցիչներն էլ են գաղտնալսում եւ ասենք օրինակ Հովիկ Աղազարյանի դեպքը ոնց բացահայտվեց, այլ բան, որ այդ գաղտնալսման եւ քրեական հետապնդումից հետո արդեն դառնում են անդիմադիր, որպեսզի ներկայանան որպես քաղաքական հալածյալ, որովհետեւ անտրամաբանական է որպես քաղաքական հալածյալ ներկայանալ իշխանության կազմում լինելու պարագայում։ Ով է ասում, մենք բան ունենք, մենք դատապարտված նախարար ունենք, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, չգիտեմ էլ դատապարտված են թե չէ, բայց ոնց որ չեն գաղտնալսել, առանց գաղտնալսման ոնց այդ քրեական գործերը հարուցվել, ոնց են կալանավորվել, ոնց են դատապարտվել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, հարցս կրկին Մուստաֆաևի այցին է վերաբերվում։ Արդյոք հենց դուք եք ընտրել գործարարներին, դուք եք ցանկավորել եւ նախորդ պրոտոկոլներով հաստատել հանդիպում, կազմակերպել Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Ստացվում է Ալիևը ձեր նախընտրական շրջանում ինքն է երաշխիքներ, գործարքներ խոստանում հայ գործարարներին։ Իրենք այնտեղից պարտադրում են կոնտակտներ, ինչ պայմանավորվածություններ են ցույց բերվել։ Այսինքն Ալիևս Հայաստանում կան գործարարներ, որոնք արդեն կոմունիկացվում են Ադրբեջանի հետ։ Կոտայքի օդում նաև սավառնող տեսահսկող սարքերն ու ռազմական տեխնիկան հայկական ռեսուրս է, թե ադրբեջանական պատվիրակությունների բերելիք է, քանի որ իրենք էլ չեն վստահում հայ հասարակությանը, որքան էլ դուք նշում եք, որ այլևս խաղաղություն է։ Եվ նաև ինչպես է գնահատում այն փաստը, որ շաբաթ օրը Մարալիկում Արթիկի պետական քոլեջի մի խումբ անչափահաս ուսանողների տեղեկացրել են, թե մասնակցելու են բանավեճի, սակայն ըստ տեղեկությունների մոլորեցնելով տարել են ձեր միջոցառմանը առանց հստակ նշելու հանդիպման ձևաչափը, թեման, արդյունքում նրանք ներկա են գտնվել ձեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը թեմայով բանախոսությանը, արդյոք սա չի հակասում ապա քաղաքական կրթական միջավայրին, ձեր կառավարության հայտարարություններն։ Ավարտեցիք հարցը։ Եթե պարզվի, որ որևէ մեկը առանց իր կամքին հակառակ իմ մասնակցության միջոցառմանը վերվել, այդ իրականացրած պաշտոնյան կազատվի աշխատանքից, առանց երկար քննարկումների։ Երբ որ դա կհիմնավորվի, կապացուցվի, առանց քննարկումների կազատվի պարզապես աշխատանքից։ Ինչ վերաբերում է ձեր նշած հարցերին, առաջին, գիտեք ինչ, ես հարցերի մի հսկայական հատվածը համարում եմ անհեթեթ հետ իր ծագումնաբանության բերումով եւ համարում եմ, որ այդ հարցերը հայաստանյան ծագում չունեն։
այդ հարցերի մի մասը ծագում են երրորդ երկրներում, հացվում են այստեղ, այդ թվում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ հրահրելու եւ այդ կոնֆլիկտի վրա իրենց ձեռքերը տաքացնելու համար ես ձեզ եւ հարցի հեղինակներին հիշեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է, սրանից բխող բոլոր հետևանքներով, արդյունքներով եւ արարողակարգերով։ Դուք ավարտել եք ձեր հարցը, թե չէ։ Ավարտել եք դուք հարցը, թե չէ։ Խնդրում եմ տեղ տվեք հաջորդ հարց տվող։ Մի հստակեցում Ադրբեջանի փոխվարչապետի այցի հետ կապված դուք ասացիք, որ գործարարները մեկը մյուսի հետ ցանկեր է փոխանակել, կարող եք հստակեցնել, օրինակ Հայաստանից ինչ կարող է Ադրբեջան արտահանվել, կա ցանկ որոշակի եւ կան օրինակ գործարարներ, որ հիմա պատրաստ են այդ ապրանքները Հայաստանից արտահանել Ադրբեջան։ Եվ երկրորդ հարցը վերջին օրերին Աննա Հակոբյան ասուլիս էլ հրավիրել եւ մեզ բոլորիս վստահեցնում էր, որ երբ որ անկախ դիտորդը խախտումները Իմ քայլը հիմնադրամի հետ կապված հայտնաբերել, մեզ ասում էր ես եւ Իմ քայլը հիմնադրամը չենք ասոցացվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի հետ, ուստի ինքը չի պատրաստվում հիմնադրամի բարեգործությունները ընդհատել։ Դուք հիմա հարցնում եմ, ձեզ եմ հարցնում, Աննա Հակոբյանը ձեզ հետ ասոցացվում է, Իմ քայլը ձեզ հետ ինչ որ կապեր ունի, թե չէ։ Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդհանրապես քաղաքականության հետ։ Սա առաջինը։ Ինչ վերաբերում է ապրանքների ցուցակներին, հենց նրբությունը դրանում է, որ միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ կառավար արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ, այսինքն ցուցակ պիտի փոխանակի, կառավարությունը լավ 1-2 մի քանի ամիս հասկանալի է, բայց արդեն աշխատում եք իրար հետ, արդեն կոնկրետ գործարքներ կան, կարող եք ուղիղ աշխատել իրար հետ եւ երկու կառավարությունները խնդիր այդտեղ չեն տեսնում։ Ինչ վերաբերվում է ինչ ապրանքներ կարող են արտահանվել, ինչ որ արտահանվում է, ինչ որ Հայաստանից արտահանվում, ոչ, այսինքն դա կախված է այս փուլում բարձր ապրանքների շրջանակը մեծ չի, բայց հետագայում կարան լայմ ինչ որ չէ, որովհետև քանի դեռ հստակ պայմանավորվածություն չկա, հետո պիտի հարց ծագի, բա ասեցիք, որ պետք է արտահանվի, արտահանվեց թե չէ, բան եւ այլն եւ երբ որ կարող կլինի արտահանում, դա արդեն արտահանման մեր վիճակագրությունների մեջ կտեսնեք։ Այսինքն ես պատեհ չեմ համարում իրադարձություններից առաջ, որովհետև դեռ հետաքրքրությունն է, կարող է հազար ու մի գործոն կա, գին, լոգիստիկա, ժամկետներ, ծավալներ, կարող է այդ հետաքրքրությունները փոխվեն։ Ես հիմա ինչու հայտարարեմ մի բան, որը վերջնական չի եւ տեղի ունեցած չի։ Այսինքն ես չեմ զլանում։ Ուղղակի դեռ շատ նախնական ինֆորմացիա է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը